Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Էջմիածնի նախկին քաղաքապետի տեղակալ ՀՀԿ-ական ազգային ժողովի նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի որդին Կարեն Գրիգորյանը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Նրա ու եւս 2 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հանրապետության մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25.252.000 դրամ որպես պետությանը պատճառված վնաս։ Ըստ գործի փաստական հանգամանքների վնասը պատճառվել է Հանրապետության մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Գուգարք ընկերության միջև Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար։ Հոկտեմբերի 9-ին ահազանգ է ստացվել, որ Խնձորես գյուղի ժողովրդին հայտնի Խնձորեսկի կամրջի վրա դիկա։ Պարզվել է, որ մահացածը Գերմանիայի քաղաքացի 73-ամյա Ուլղիշ Լոտերն է, ով որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան։ Հոկտեմբերի 8-ին տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Շանթն է։ Պարզվել է նաև, որ հոկտեմբերի 8-ին անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կռվի մասնակից անձանցից մեկը իր մոտ եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածել է Շանթին։ Հոկտեմբերի 3-ին հաղորդում է ստացվել, որ Երևանի Ազատության փողոտայի եւ Բաբայան փողոցի խաչմերուկում մոտ դանակահարվելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 25-ից 30 տարեկան օտարերկրյա 4 քաղաքացի, 4-ի վիճակն էլ գնահատվել է ծանր։ Պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին 30-ամյա օտարերկրացի տղամարդ հոստելի բակում ալկոհոլի ազդեցության տակ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ իր մոտ եղած դանակի անկանոն շարժումներով մարմնական վնասվածքներ է պատճառել իր համակարգացիներին ու դիմել փախուստի։ Հոկտեմբերի 5-ին 30-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զվարթնոց օդակայանում ու ձերբակալվել։ Տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գյուղի 49-ամյա բնակիչը հաճեցնում է կանեպ, պատրաստում թմրանյութ եւ օգտագործում։ Նա ձերբակալվել է։ Շահումյանցու տամբակում հայտնաբերվել են կանեպի մշակված բույսեր, կիսաչոր ճյուղեր, իսկ տան նախասրահում ընդհանուր 1.5 կիլոգրամից ավելի թմրանյութով 45 ապակետարա եւ 2 փաթեթ։ Հոկտեմբերի 8-ին Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Արմանն իր վարած BMW մագնիշի ավտոմեքենայով վրայերթի է ենթարկել հետիոտն Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Սերյանին, ապա բախվել։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կողմից տեղադրված փայտե էլեկտրասյանն ու տապալել այն։ Վթարի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզի բնակիչ 61-ամյա Սամվելն իր վարած բազմակնիշի ավտոբուսով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին վրայերթի է ենթարկել հետիոտն Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Ռիտային, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է քաղաքացիների հետ օգնություն ցուցաբերել վրայերթի ենթարկվածին, իսկ ժամանած բժիշկներն էլ արձանագրել են հետիոտնի մահը։ Հոկտեմբերի 8-ին Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Ford Transit, VAZ 2107 եւ Zil մագնիշի ավտոմեքենաները։ 07-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, Zil-ի թափքն էլ կոտրվել է, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 7-ին Վաղարշապատում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 27-ամյա Միքայելի վարած VAZ 2107 եւ 34-ամյա Արկադիի վարած Zil մագնիշի բեռնատարը։ Միքայելը տեղափոխվել է հիվանդանոց։ Հոկտեմբերի 8-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբաեդով փողոցի 26 շենքի մոտ Կամազ մագնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք։ Պարզվել է, որ Կամազի գազախողովակին բախվելու հետևանքով սկսվել է գազի արտահոսք, բարեբախտաբար առանց հրդեհի բռնկման տուժածներ չկան։ Թմրանյութ ապօրինի պահելու եւ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան հոկտեմբերի 3-ին։ Ըստ տեղեկության Դավիթաշենի բնակիչ մի տղամարդ տեղադրելու միջոցով թմրանյութ էր իրացնում Արաբկիր վարչական շրջանի տարբեր վայրերում։ Ժամը 11:50-ին 35-ամյա տղամարդը Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 8 փաթեթ, որոնք լցված էին բուսական զանգվածով։ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։